Գերաշնորհ Սրբազան հայր, արժանավադիվ քահանա հարկաժան դոկտոր պրոֆեսոր Աբրահամ Դերյան եւ սիրելի մասնագետ եղբայրներ եւ քույրեր։ Երկու ամսվան դատարան յետք 2026-ի մեր առաջին արցանց դասախոսությունը կսկսենք նարեգացիով, որուն մադյան ողբերգության, այսինքն նարեգին մասին պիտի զեկուցե այս օրերուն աշխարհի գրնանգսել ամենափայլուն ամենամեծ նարեգացիակետ պրոֆեսոր Աբրահամ Դերյանը։ Նյութը ինչպես լիովին հասկանալ Սուրբ Գրիգոր նարեգացիի մադյանը։ Ես շնորհակալություն պիտի հայտնեմ Սրբազան հոր, որ հրավիրեց պրոֆեսորը այս հարթակին եւ պրոֆեսորը հարաճած ժամուն Ֆրեզնոյի մեջ երեքշաբթի գեսկիշեր համացան գտնվեցավ դասախոսելու մեզ։ Երախտաբար ենք ձեզի, սիրելի պրոֆեսոր։ Սիրելիներ, այս դասախոսությունը կտեսակրվի եւ կարձանակրվի, ինչպես ընդհանրապես մեր 47-րդ դասախոսությունն է եւ այս շարքը սկիզբ արած է 26 փետրվար 2020-ին։ Ոստի 6 տարի է վեր գործե շնորհիվ ծեր կաչալերանքին վաղը 6-րդ տարեդարձն է պիտի դոնենք։ Աբրահամ Դերյանը ներկայացնել է յետք, անպիտի ներկայացնե իր խոսքը, դեղի վիդեոյանա հարց պատասխան, Սրբազան նոր փակման խոսքով եւ աղոթքով պիտի փակենք պաշտոնական մասը, եթե ժամանակ մնա, կունենանք նաեւ ամբաշտոն մասը եւ կգրնանք զրուցել իրար հետ, ինչպես նաեւ դասախոս պրոֆեսորին հետ։ Ով է Աբրահամ Դերյանը։ Դոկտոր Աբրահամ Դերյան բնիկ Երուսաղեմացի է, հաջախած է Սրբոց թարգմանչած վարժարանը եւ ապա շրջանը Իբրոսի Մելքոնյան հաստատություն։ Ներեք admit պետք է ենեմ, այ։ Բարսակուն ուսումը ստացած է նախ Միացյալ Նահանգներու La Sierra, Andrews եւ Drew համալսարաններն ներս։ Մերձավոր Արևելքի հնագիտության մասնագիտությամբ։ Աստվածաբանական ուսումը ստացած է Բազելի համալսարանի մեջ, մասնագիտանալով նոր գդագարանի թե հելենական եւ թե հրեական քաղաքական սկզբունքներում մեջ։ Նյու Յորքի Սուրբ Ներսես ընձայարանեն ներս դասավանդած է հայ եկեղեցու աստվածաբանություն եւ հայրապանություն։ 12 տարի խմբագրած է Սուրբ Ներսեսի աստվածաբանական համտեսը, հայոց աստվածաբանության վերաբերյալ միակ արևմտյան լեզվով բարբերականը, անգլերենով։ 1973-ին 93 20 տարի եղած է միջ գդագարանային եւ վաղ քրիստոնեական գրականության պրոֆեսոր Andrews համալսարանի մեջ։ 1993-ին 97-ը գրոնի եւ փիլիսոփայության պրոֆեսոր Sterling College-ի մեջ եւ 84-ին 88-ը Շիկագոյի համալսարանը որպես հայագիտության եւ հելենիստական հրեայության այցելու պրոֆեսոր։ Դոկտոր Դերյան ջանցված հեղինակությունը հելենիստական, վաղ քրիստոնեական եւ միջնադարյան հայ գրականության ուսումնասիրության շրջանակներն ներս։ Հրատարակած է 14 գիրք եւ բազմաթիվ ակադեմիական հոդվածներ։ Եղած է միջազգային աստվածաշնչյան գրականության ընկերության, այսինքն Society of Biblical Literature, հելենիստական հրեայության խումբի նախագահ 1983-85 եւ նույն գազագերբության Միացյալ Նահանգներու Միջին Արևմուտքի դարաշրջանի նախագահ 90-92 թվականներուն։ Երկու անգամ հրավիրված է որպես այցելու պրոֆեսոր Երուսաղեմի Եբրայական համալսարանը, ուր 2006 թվականին ստացած է Ֆուլբրայթի հյումանիտար գիտություններու առաջին մրցանակը։ 2008-ին ընտրված է Հայաստանի Հանրապետության Գիտություններու ազգային ակադեմիայի սփյուռքահայ ակադեմիկոս։ Իր գիրքերեն 3-ը ֆրանսերեն լեզվով,
մաս կգազմեն Սուրբ Քրեստիան մատենաշարին։ Անգլերեն լեզվով հրատարակված գիրքերուն մեծ մասը հայագիտության վերաբերի, իմեջ լալով Քրիստոսի մանկության ավետարանը, Գորյունի վարք Մաշտոցը եւ մանավանդ Սուրբ Գրիգոր Նարեգացիի դաղերն ու մադյան ողբերգությունը։ Ներկայիս կսպաղի հայոց վաղ վանականության պատմությունով 5-րդ 6-րդ տարաշրջանի աղբյուրները ուսումնասիրելով, որոնց արդեն գեսը հրատարակված է։ Վաղուց հանգստյան անցած ան ընտանիքով կպնհագի Ֆրեզնո։ Պրոֆեսոր, ես շատ խոսեցա, իմը գարկցերն է։ Ռամեցեք։ Խնդրեմ մյուտի վրա դրեք, որքան հնարավոր է։ Շատ շնորհակալ եմ Փարեշնոր Սարգսակ նշանին եւ մանավանդ մասնավորապես շնորհակալ եմ Սրբազան հոր այս հրավերին համար ինձ արիտ տալու իմ ամենասիրած սուրբիս մասին խոսելու մեր բոլորի սիրելի Բաշտելի սուրբը մեր Սուրբ Գրիգոր Նարեգացին շնորհակալ եմ նույնպես մեր բոլոր մասնակիցներուն, բոլոր ընկերներուն եւ ուրախ եմ որ արիտ պիտի դրվի հարց պատասխանի որովհետեւ իմ խոսելիքս պատրաստված զեկույց չէ միան ուրվակից մնե որ մի քանի գեդեր դրած եմ փոքր էջի վրա եւ այդ էջին նայելով պիտի խոսեմ բայց ան ինչ որ Դագավին ցեմիտքի մեջ կմնա որպես հարցում մինչև լուսապած, այսինքն մեր Կալիֆոռնիայի լուսապածը պատրաստ եմ ձեր հետ մնալու եւ ձեր հարցումներուն գրծածից չպատասխանելու։ Պիտի չանամ այս առաջին ժամվա ընթացքին խոսիլ միան այն մասնավոր մասերու կամ գեդերու մասին, որ թյուրավ մատչելի չեն մեր հայ հասարակության, որովհետև բոլոր անոնք, որոնք ուզեն Գրիգոր Նարեգացու կենսագրության, Նարեգյան վանքի 10-րդ դարի միջնադարյան հայ գրականության եւ այլն, այս բոլոր նյութերը շատ թյուրավ մատչելի են այս օրերուն։ Ես կնախընտրեմ խոսիլ միան այն գետերու մասին, որոնք մեծավ մասամբ անծանոթ կմնան նույնիսկ անոնց, որոնք Սուրբ Գրիգոր Նարեգացու մատյան ողբերգությունով կհետաքրքրվեն։ Անշուշտ բոլորս գիտենք, այս միայն իր միակ քրությունը չէ, իր կողմէ ունենք այլևալ քրություններ, մանավանդ իր դաղերը, ներփողները, կանցերը, երկերկոցի մեկնությունը եւ այլ քրություններ, խրադականներ եւ այլն։ Բայց մատյան ողբերգությունը բացառիկ քրություն մնա։ Ես համառոտ կերով պիտի պատմեմ, թե ինչպես այս հրատարակությունները անգլերեն լեզվով լույս տեսան։ Սուրբ Ներսեսն ծայարանի մեջ մեր տասխավանդությունը ընդհանրապես անգլերենով է, բացի անշուշտ քրափար լեզու հայերեն, թե արևմտահայերեն, արևելահայերեն լեզուները հայերենով կտասխավանդենք, բայց գրեթե մնացյալ նյութերը բացի անշուշտ եւս պետք է ասեմ դիսակիդությունը ընդհանրապես անգլերենով կտասխավանդենք, ուրեմն ուսուցիչներս տաս մեր տասավանդությունը անգլերենով կատարելու համար այն դժվարությունը կունենանք, որ մեր կորցածած աղբյուրները անգլերենով գոյություն չունին, միայն քրափարով են։ Ուրեմն տաս պետք է լա այդ քրափար աղբյուրեն մի քանի էջ անգլերենի թարգմանել եւ տասարան բերել
աշակերտներուն փաշխելու համար։ Եվ այսպես տասնյակ տարիներու ընթացքին քիչ այս նարեգյան աշխատանքներս թարգմանած եմ սկսելով դաղերեն, ներփողներեն, կանցերեն եւ այլն։ Եվ ես պետք է ասեմ երախտաբար դեմ Հայկ Սարգսակյան Քյությանին, որովհետև այնքան հետաքրքրվեր մեր Սուրբ Ներստեսի դասավանդությունով, մանավանդ նարեգի վերաբերյալ դասախոսություններով եւ իր շատ խորին եւ հմուտ հարցումներուն պատասխանելով եւ թերասալ իր մենը շնչվելով ավարտեցի Գրիգոր Նարեգացու բոլոր դաղերը, կանցերը եւ ներփողները այս քիրքով։ Այս քիրքը ճիշտը հրադարակելու երբեք նպատակ չունեի, բայց նախախնամության կհավատամ 2014 թվականին միջազգային համակումարի ներկայի ուր 100-ի ավելի հրադարագիչներ կային, մանավանդ կրոնական հրադարագություններ եւ այդտեղ liturgical press, որ Միացյալ Նահանգներու մեջ մեծագույն կաթոլիկ հրադարակչատունն է, իրենց խմբագրաբեդը դեսա այդպես առանցին նստած է մարդուն մոտեցա կարծես Սուրբ Հոգին կամ Սուրբ Գրիգոր Նարեգացին ինձ այնպես մմղեց, որ երթամ այս մարդուն հետ խոսեմ հարցնելու եթե գեդարկրկրվին Սուրբ Գրիգոր Նարեգացու դաղերը, կանցերը եւ ներփողներու հավաքածոմը հրատարակելով խմբագրաբեդը ըսա որ Նարեգացու մասին երբեք բամը չելսած եւ ուզեց որ ավելի պատմեմ իրեն թե ով է Գրիգոր Նարեգացին քիծածս իրեն պատմեցի մարդը սավթուն ինձի համոզեցիր բայց երբ ես վերադառնամ Մինեսոտա պետք է իմ բոլոր գործագիցներուն ալ համոզեմ ուրեմն պետք է 4 ամիս սպասես մինչև որ պատասխանը ստանաս ասի 2014-ի նոյեմբերին էր ուրեմն մինչև մարտ պիտի սպասեի բայց 2015 ապրիլ 21-ին Վատիկանի ռադիոն հայտարարեց թե Ֆրանսիս Պապը ինչ պիտի հայտարարե գներեք հազունեի նոր այդ հազեն կանցնի երբ Մինեսոտայի մեջ Վատիկանի ռադիոեն իմացան թե Պապը մեր Սուրբ Գրիգոր Նարեգացին ընդհանրական եղեցվո վարդապետ պիտի հրճագե նույն օրը այդ 4 ամսվա ժամկետը չասած ինձի կանչեցին ասելով որ ծեր քիրքը անպայման պիտի հրադարակենք դարձյալ գսեմ ասին նախախնամությամբ եղավ որովհետև կաթոլիկ աշխարհը անագնգալ այս լուրով մեծ անագնգալությամբ մատնեցավ ասելով թե ով է այս սուրբը երբեք իր մասին բամը չեն մացած, բամը չեն գիտեր ապա անդրադարձան որ այս հրատարակված գիրքը իր գլուխ գործոցը չէ, այլ մատյան ողբերգությանն է Նարեգացու գլուխ գործոցը ուրեմն նույն այս հրատարակիչները ինձ մեկ խնդրեցին եւ պետք է ասեմ որ անընդհատ յետևես ինգան որ այս գլուխ գործոցը թարգմանեմ այդ հալ 2 տարվա ընթացքին թարգմանեցի
Եվ այսպես հրադարագվեցավ եւ ըստ հրադարագչին համոզված եմ, որ այս գիրքը մեկ տարի ավելի անպայման բանջի մեջ պիտի լավ եւ հետաքրքրողները արդեն տարբեր դարի կշատնան եւ ես շատ ուրախ եմ, որ այս գիրքը անգլերենով լույս տեսավ, որովհետեւ ըստ մեր Սուրբ Գրքորնարեգացուն իր քրածը համայն աշխարհի, համայն մարդկության համար է։ Երբ իր քրածը այսպես մեզի գամոզե թե բոլոր մարդկության, բոլոր աշխարհի համար է, ինչպես կրնանք իր քրությունը աշխարհի ավելի մատչելի, ավելի հասկանալի վերածելու եւ ավելի սփռելու իր աղոթքները։ Ես կավատամ, որ Սուրբի օգնությամբ է, որ այս տարգմանությունը կատարեցի եւ այդ որ ես գիտեի իր մասին եւ կամ պատրաստված էի իր քրությունները թարգմանելու, ոչ միայն թարգմանելու, այլև բացատրելու իմ քիծածս կցանգամ բարձ բարերով մեր մասնագետներուն եւ ունգընտիրներուն հետ գիսել, որովհետեւ նարեգացին այնքան խորիմաց հեղինակ է եւ մատյանը այնքան խորին աստվածաբանություն է հասկանալը երբեմն ընթերցողին դժվարին գուքա, բայց երբ որոշ փանալիներ արծերն ունենանք եւ այդ փանալիներով այս քանցադան քանցերը փանանք եւ հեղինակին հետ մտածելով իր հետ քայլ առ քայլ այդ քանցադունը մտնալ եւ տեսնել, ըսկալ, ապրիլ այդ բոլոր իրողությունները, որու մասին ինքը գրած է, ես կուզեմ այս զույգ բանալիները ցեզի անցնել, որ թուքալ թե սուրբին են եւ միասին այդ կանցադունը մտնանք։ Այդ ժամանակվա մտածելակերպը անշուշտ մեր այսօրվա մտածելակերպին շատ ավելի տարբեր է, պետք է նախ իր հետ մտածենք, որպեսզի իր քրածը հասկանանք։ Իր քրածը հասկանալու համար երկու բանալիներ պետք են, առավել երկու, այսինքն վրայի 4 բանալիներ, երբ այս 4 գեդերը հասկանանք, պիտի կարենանք Սուրբին հետ միասին մտածել։ Առաջին բանալին ծննդոց գիրքի առաջին գլուխի այն համարն է, ուր Աստված գսե Աստված իր պատկերով մարդ արարածը ստեղծեց 17-րդ համարը Աստված իր պատկերով մարդ արարածը ստեղծեց անշուշտ նույնիսկ եբրայեցի Քրիստոսի ժամանակակից ռաբունները նույնիսկ բացատրել գճանային թե աստվածային պատկերը մեր մեջ ինչն է եւ մանավանդ հելենական շրջանակներու հրեության մեջ Փիլոն եբրայեցու Քրիստոսի ժամանակակից այդ հրյա աստվածաբանի մեկնությամբ որ մեր բոլոր վաղ եկեղեցու հայրերը աստված են եւ գրեթե իր բացատրությունները գրգնած են
բայց ոչ միան հին գդագարանի լույսով, այլև Քրիստոսի նոր գդագարանի լույսով, նույնպես բացատրած են այն մեկնությունը աստվածային պատկերին մարդ արարածի մեջ, որ է Աստծո պատկերը մեր մեջ, մեր միտքն է, մեր մտային կարողությունն է, մեր միտքեն ինչ որ անցնի որպես բանական իրողություն կամ խորհուրդ կամ մտածողություն, մանավանդ երբ առ Աստված ուղղված է, այդ աստվածային պատկերի ցոլացումն է։ Ուրեմն սա մեկ այսօր զուգահեռ ունենք ծննդոց քիրքի երկրորդ գլուխի 7-րդ համարը, ուր գսվի Աստված հողեղեն զանգվածը գավեղեն գույտ մարավ եւ Աստված շնչեց այդ զանգվածին մեջ եւ եղավ կենթանի արարած։ Դարձյալ Քրիստոսի ժամանակակից հրյանները կհարցնեին եւ կբացատրեին, թե ինչ է Աստծո շունչը մեր մեջ։ Եվ հետաքրքրականը այն է, որ նույնօրինակ բացատրություն տվին, ինչպես ծննդոց այբ 17-րդ համարին, թե Աստծո պատկերը մեր մեջ, որ մեր միտքն է, նույնն է նաև Աստծո շունչը մեր մեջ, այսինքն ըլլա աստվածային պատկերը մեր մեջ եւ կամ աստվածային շունչը մեր մեջ, սա մեր միտքն է եւ մեր մտային կարողությունը, մեր բանական գարիքը, որմով մենք եղած ենք բանավոր արարածներ եւ մյուս կենթանիներեն կդարբերենք։ Մյուս կենթանիները ունին շունչ, բայց ոչ հոգի։ Այդ աստվածային հոգին եւ աստվածային պատկերը մեր մեջ մեր բանական կարողությունն է։ Ուրեմն եթե իսկապես կհավատանք, ինչպես մեր Սուրբ Գրիգոր Նարեկացին կհավատար, թե իր միտքը աստվածային պատկերն է եւ աստվածային հոգին, ուրեմն իր միտքեն ինչ որ անցնի, պետք է հայելի պես այդ աստվածային պատկերը եւ աստվածային հոգին ներկայացնե։ Եվ քանի որ մարդ արարած աստվածային պատկերով եւ աստվածային հոգվով թրոշմված է, այդ թրոշմը պետք է միայն աստվածամերձությամբ իրագործե, այսինքն մեր միտքեն անցածը պետք է աստվածային միտք ըլլա։ Շատ կարևոր է նշել, թե մատյան ողբերգությանը ինչպես կսկսի։ Աստվածային հոգվով կսկսի, աստվածային պատկերով կսկսի։ Ուրեմն այս երկու կարևոր կետերը պետք է իմիդ ունենանք, երբ մատյանը կգարթանք։ Կա նաև երկու եւս բանալի, երկուքն ալ զուգահեռ, ուրեմն երրորդ եւ չորրորդ բանալիները հետեւյալն են։ Առաջինը մգրդության խորհուրդն է, Սուրբ մգրդության խորհուրդը։ Սուրբ մգրդության խորհուրդը ըստ Պողոս առաքյալի կնշանակե Քրիստոսի հետ
ցաղվիլ Սուրբ Ավազանի մեջ եւ երբ Սուրբ Ավազանի ճուրեն վերցվինք կարծես Քրիստոսի հետ հարություն արած կլանք եւ այդ մգրդութենեն յետ որբես Քրիստոսի հետևորդ Քրիստոսի քայլերով կառաջանանք առաստված ուրեմն Սուրբ մգրդության խորհուրդը մեզի մասնագից կդարձնե Քրիստոսի կյանքին Քրիստոսի հետ մեռնելու Քրիստոսի հետ թաղվելու Քրիստոսի հետ հարություն առնելու Քրիստոսի հետ ապրելու Քրիստոսի քայլերով հետևելու ուրեմն մենք կդառնանք Քրիստոսի կյանքի մասնագից Իսկ մյուս խորհուրդը Սուրբ հաղորդության խորհուրդն է Խոս պետք է նշել որ քրիստոնեական վաղ եկեղեցվո մեջ միանգային երկու խորհուրդներ Սուրբ մգրդության խորհուրդը եւ Սուրբ հաղորդության խորհուրդը եւ ճիշտ ինչպես մգրդության խորհուրդը մեզի Քրիստոսի կյանքի մասնագից կդարձնե նույնպես Սուրբ հաղորդության խորհուրդը երբ Քրիստոսի արյան եւ մարմնին կմոտենանք եւ կհաղորդվենք մեր մեջ ընդունելով Քրիստոսի արյունը եւ մարմինը Քրիստոսի կյանքի մասնագից կդառնանք Քրիստոսի կյանքի հաղորդագից կդառնանք ուրեմն այս 4 բանալիները շատ կարևոր են Գրիգոր Նարեգացի հետ մտածելակերպը մտնելու եւ իր հետ ընթանալու առաստված այս 4 բանալիներեն կարևորագույնը Քալով Մատյանին այդ վերջինն է Սուրբ հաղորդությունը շատ գուզեի այլևալ գերբերով Մատյանը բացատրել, բայց պետք է Մատյանի կետրոնենը սկսենք Մատյանը լրիվ հասկանալու համար Մատյանի ամենակետրոնական գետը վաղ ժամանակներուն ամենակետրոնական գետը որևէ քրությամը Փարացիորեն այդ քրության ճիշտ մեջտեղն է ուրեմն երբ Մատյան ողբերգությանը փանանք Մատյանի ճիշտ ողբերգության մեջտեղը կգտնենք 50-րդ աղոթքը եւ անոր հարագից աղոթները մանավանդ 50-րդ աղոթքը եւ այդ 50-րդ աղոթքը շատ կարեւոր աղոթք մնա որովհետեւ Սուրբ Գրիգոր Նարեգացին մեզի այդ փանալին գահանցնե այդ 4 փանալիներեն վերջինը գիտեք կանցադումը մտնալու համար երբեմն մեկ փանալի ավելի կպահանջվի երբեմն երկու փանալի քիչ ավելի խորանալով երկու եւս փանալի այլ եւ կանցադան վերջին թուրը երբ հասնիս կարևորագույն փանալին այդ վերջին փանալին է ուրեմն այդ գետրոնական աղոթքը խիստ կարևոր է եւ ես պիտի ուզեմ այդ աղոթքի 50-րդ աղոթքի Գրիգոր Նարեգացու բանալին ցեզի հանձնել
50-րդ աղոթքի երկրորդ մասն է, գրնամ ծարին սկսիլ, բայց պետք չէ ժամանակի պատճառով, նարեգացին գաղութե Քրիստոսի, պիտի բաղադիմ քեզ քու աղերսովըտ, իմ այս մատյանի աղոթանվեր խոսքերուն դարձյալ հարմարեցնելով, թաղծալից և հետեծակին դողեր ողբերգության, պիտի բաղադիմ քեզ քու աղերսովըտ, իմ այս մատյանի աղոթանվեր խոսքերուն հարմարեցնելով։ Նախկին մեկնողներ մատյանի սխալմամբ կգործեին, որ Քրիստոսի այս աղոթքը, որու նարեգացին կմատնանշե, դերունական աղոթն է, այսինքն հայր մերը, բայց ադիգա չէ։ Այս խոսքը Հովանու ավետարանի 17-րդ գլխու աղոթքի մասին է։ Պիտի բաղադիմ քեզ քու աղերսովըտ։ Քրիստոսի աղերսը առաստված Հովանու ավետարանի 17-րդ գլխու մեջն է, ուր Քրիստոս կբաղադի գաղութե Աստուծո, որ իր առաքյալները, իր հետևորդները միասնական աստվածային միավորման մաս կազմեն, ինչպես Քրիստոս ինքը միասին է հոր հետ և հայրը որդու հետ, նույնպես իր աշակերտները իր հետ Աստուծո հետ միասնական կյանք ունենան։ Ուրեմն կարևորը այս ընթացքին հետևյալն է, Քրիստոսի այս աղերսը Հովանու 10-րդ գլուխի մեջ վերնադան վերջին ընթրիքի աղոթքն է, այսինքն Քրիստոսի մատուցած բադարակն է։ Նարեգացին Քրիստոսի գսե քու աղերսըտ ես իմ բոլոր մատյանիս վրա պիտի սփռեմ, իմ բոլոր դողերս քու աղերսանքի քույնով պիտի ներգեմ։ Այսինքն մատյան ողբերգությանը գրեթե ծայր պետք է հասկացվի որպես Սուրբ Պատարագի խորհրդաբանություն։ Ես չուզեցի մատյանի սկիզբին մի քանի բանի կարդալ, բայց երբ այս հանգրվանին ստիպված կսկամ, մատյան ողբերգության 5-րդ աղոթքեն մի քանի դող կարդալ, ուր մինչև հիմա իմ բացատրածս Գրիգոր Նարեգացին մեկ փոքր աղոթքի մեջ կարծեք ամփոփած է։ Ուրեմն որպես վերակաղություն իմ այս բոլոր ըսածից հոս պետք է ասեմ, որ իմ կործածած գիրքը գրեթե հասնավոր չափ մեծ գիրք մնե անոր համար ամեն գավ մոդս, բայց պիտի կարդամ։ Փանագանությամբ զիս զարդարեցիր, այսինքն քու պատկերովդ ինձի ստեղծեցիր, քու հոգվովդ ինձի ներշնչեցիր և փչումով զիս փայլեցուցիր, այդ փչումը աստվածային հոգին է։ Չմոռնաք առաջին երկու բանալիները, փանագանությամբ զիս զարդարեցիր և փչումով զիս փայլեցուցիր, միտքով զիս ճոխացուցիր, միտքով, այսինքն փանագան կարողությամբ ինձի ճոխացուցիր և իմաստությամբ զիս աճեցուցիր,
Հանճարով զիս ստեղծեցիր, շնչավորներեն զադորոշեցիր, աննյութական հոգվով զանգեցիր, անձնիշխանական կյանքով վճնեցիր։ Ուրեմն, երբ նարեգացին կսկսի իր քիրքը ցայն հարաճանած բարերով, այդ Սուրբ Հոգու ոգեգոճումն է, թե իր քրածը Սուրբ Հոգիով գոյացած է։ Հիմա անշուշտ երբ նարեգի մատյանը կգարտանք, բոլորս կանդրադառնանք, որ մատյան ողբերգությունը մեղքերու խոստովանություն է, բայց ամբողջը մեղքերու խոստովանություն չէ։ Հոս մատյան ողբերգության վերնակրի մասին պետք է համասել, ողբերգությունը հոս լալ չէ, ողբերգության բարի հոմանիշներեն միջնադարյան հոմանիշը մենք կարծես մորցած ենք, ողբերգություն կնշանակե խոստովանություն, եւ խոստովանություն միայն մեղքերու խոստովանություն չի նշանակեր, խոստովանություն նույնպես կնշանակե հավատքի խոստովանանք։ Ուրեմն երբ մատյանը որպես բادرակամադույց նկատենք, բادرակամադույցի համար Land and Midland Miching to խոստովանանք պետք է։ Western Armenian place. Եվ մենք պետք է այդ խոստովանությամբ սկսենք եւ շատ հետաքրքրական է, որ հոն մադյան ողբերգության մեջ խոստովանություններ կան, բայց այս խոստովանությունները պետք է նկատել որպես հանգրվաններ համահավասար, համահերավոր իրար մե անչափ, երբ մադյան ողբերգության սկիզբեն մինչև գետրոնը կամ գեսը այդ առաջին գեսվա գեսը առնենք, առաջին քառորդը այնտեղ կգտնենք մեծ խոստովանություններ, մանավանդ 30-րդ աղոթքին մեջ, ուր մեր Սուրբը մասնավոր աղոթքը կմատուցանե Սուրբ Հոգին այդ պատարագին մոդենալեն առաջ։ Այդ աղոթքը անշուշտ մեր պատարագամավության մեջ մտած է, ինչպես գիտենք, երբ պատարագիչը խորան բարձրանա եւ վարակույրը փակվի, մանավանդ երբ պատարագը եպիսկոպոսական է ավելի հանդիսավոր կերպով, այդ Սուրբ Հոգիի մատուցված աղոթքը խոստովանությունը անհրաժեշտ է։ Հոս պետք է ուրիշ կարևոր կետ ասեմ, մադյան ողբերգության աղոթքներեն մի քանիներ արդեն մեր ծիսական քիրքերու մեջ մտած են, մանավանդ Սուրբ Հոգիի այս աղոթքը բادرակամագության մեջ մտած է, ուրիշ աղոթքներ կան, որոնք ժամագիրքի մեջ մտած են։ Այս բոլոր աղոթքները ես համոզված եմ մեր ծիսական արարողական քիրքերու մեջ մտած են Գիլիգյան շրջանի մանավանդ Սուրբ Ներսես շնորհալվող ժամանակ, երբ Սուրբ Ներսես շնորհալին եւ իր եղբորը Թորնիկս Ներսես Լամպրոնացին անդրադարձած են Գրիգոր Նարեգացու մատյան ողբերգության իրենք են, որ
այս մատյանեն աղոթքներ մեր ծիսական քիրքերու մեջ մցուցած են։ Ես համոզված եմ, որ եթե Սուրբ Գրիգոր Սուրբ Ներսես շնորհալին ես Ներսես Լամպրոնացին չլային, մենք մատյանը թերևս պիտի գործընծնեինք։ Ես պետք է ասեմ, որ երբ Սուրբ Ներսես շնորհալի իր մեծագործություններու մասին մտածենք եւ ինչպես երկու դար առաջ տոնեցինք եւ դարձյալ կդոնենք իր մահվան 850-ամյակը եւ իր մեծակույն արարքներեն ես պետք է ասեմ, որ Գրիգոր Նարեգացու մատյան ողբերգությանը հաջորդ սերունդներուն որպես ժառանգ հաղորդելու բաժարը համոզված եմ, որ իրենք էին, այլապես մատյանը պիտի գործվեր։ Եվ հետաքրքրական է, որ Սուրբ Գրիգոր Նարեգացու առաջին կենսագրությունը Սուրբ Ներսես Լամպրոնացին գրած է, քաղելով Սուրբ Գրիգոր Նարեգացու ինքնակենսագրութենեն կամ ավելի ճիշտը հիշադակարաններեն 4-5 հիշադակարաններ ունենք Գրիգոր Նարեգացին, այդ հիշադակարանները հավաքելով Լամպրոնացին մեզի տված է իր կենսագրությունը Գրիգոր Նարեգացու, բայց այդ Գրիգոր Նարեգացու կենսագրությունը ինքնակենսագրություն է Նարեգացու հիշադակարաններով։ Ուրեմն դարձյալ վերադառնամ այդ Սուրբ Հոգիի աղոթքին համար։ Աղոթքին 30-րդ աղոթքի ընթացքին այդ աղոթքը երկու մասի կբաղկանա եւ այդ երկու մասերում միջև հետեւյալ դողերը կան։ Նույն բաղադանքները պիտի կրկնեմ դարձյալ բաղադանքները Սուրբ Հոգին, մինչև որ վստահության լույսն իր հրաշալի ներկործությամբ հայտաբերվի կրկնակի խաղաղություն ավետելու համար։ Այսինքն այս աղոթքը պիտի կրկնեմ եւ պետք է կրկնվի, մինչև որ վստահության լույսը իր հրաշալի ներկործությամբ հայտարարվի կրկնակի խաղաղություն ավետելու համար։ Ասոնք շատ կարևոր դողեր են։ Երբ եկեղեցի գերտանք, երբ քահանան կամ դեր հայրը կամ սրբազանը աղոթքի ընթացքին երբեմն հավատացյալներուն կդառնա, ինչպես մանավանդ պատարագի ընթացքին հաճախ կպատահի, պատարագիչը կամ աղոթարարը հավատացյալներուն կվերանա եւ կսե խաղաղություն ամենեցուն։ Այդ աղոթքներու ընդհատումը խաղաղություն ամենեցունով Սուրբ Գրիգոր Նարեգացիով կսկսի։ Բայց պատարագիչի համար այս աղոթքը կարևոր է եւ անշուշտ Նարեգացին կսե պատարագիչը պետք է արցունքով աղոթե, արդասունքով եւ գրգնե այս աղոթքները մինչեւ այդ Սուրբ Հոգու փերած խաղաղությունը իր մեջ ըսկացվի, իրականանա։ Անշուշտ բոլորս որ պատարագի կերտանք, եթե սպասենք մինչև այդ երկնային խաղաղությունը իրականանա պատարագիչի այդ աղոթքով, թերևս պատարագը 12 ժամ պետք է տևե։ Բայց ինչ ալլա կարևորը հետևյալն է։
Պատարագի ընթացքին մանավանդ Սուրբ Խորանի այդ խաղաղությունը, երկնային խաղաղությունը, Սուրբ Հոգու տված խաղաղությունը երբ սկացվի աղոթողի, քահանայի գոմե կամ պատարագիչի գոմե, ժողովրդին դառնալով խաղաղություն ամենեցուն փաշխելով, պատարագիչը կամ աղոթողը գուզե աղոթողներուն հավատացյալներուն վստահեցնել գրգին ու գրգին թե այս խաղաղությունը իրականացած է, իրական խաղաղությունն է, որ կփաշխե բոլորին։ Ուրեմն Քիրքի սկիզբեն մինչև քառորդը մեղքեր, խոստովանություններ, ապա պատարագի կենտրոնական արարողությունը եւ պատարագեն հետո դարձյալ խոստովանություններ մինչև վերջը այս բոլոր զուգահեռ հիմնակարերը կարծես համահավասար հերավորությունով զետեղված են քիրքին մեջ։ Այսինքն պատարագիչը Քրիստոսի հետ աղերսակին վերնադան վերջին ընթրիքի պատարագին աղերսով հաղորդագից դառնալով Քրիստոսի կյանքը իր մեջ առնելով Քրիստոսի հաղորդագից կդառնա։ Սա մեզի շատ կարևոր է, մանավանդ երբ պատարագի մասնակցենք եւ հաղորդվենք։ Հաղորդություն կնշանակի Քրիստոսի կյանքի մասնագից դառնալ։ Սա շատ կարևոր կետ է Գրիգոր Նարեկացու համար։ Քրիստոսի կյանքի մասնագից դառնալ։ Հոս պետք է նշել, թե ինչու մեր Սուրբ Գրիգոր Նարեկացին աշխարհի հիշված բոլոր մեղքերը գիշե իր մատյան ողբերգության մեջ եւ այդ բոլոր մեղքերը իր անձին մեջ, իր հոգի մեջ գգրե։ Ոմանք կզարմանան, թե ինչու մեր այս Սուրբը այսքան մեղքեր գհիշե։ Իսկապես այս բոլոր մեղքերը կործած է։ Ոչ, ինչպես կհասկանանք այս բոլոր մեղքերը, այս բոլոր մեղքերու ծանրությունները։ Եթե Սուրբը կամ ավելի ճիշտ քանի որ Սուրբը Քրիստոսի կյանքի մասնագից հաղորդագից ինքզինք կսեբե, Քրիստոսի պես աշխարհի մեղքերը պետք է ինքնալ գրե։ Հասկանալի է, այս շատ կարևոր կետ է, որտեվ արևի տակ բոլոր մեղքերը կարծես հիշված են մատյան ողբերգության մեջ եւ այս բոլոր մեղքերու խոստովանությունն է, որ գհեկվի էջ ոչ թե մեր Սուրբը այս բոլոր մեղքերը կործած է, բայց մարդկության բոլոր մեղքերը գսկա ճիշտ ինչպես որ Քրիստոս սկաց մեր մեղքերը իր վրա վերցնելով։ Ուրեմն այս բոլորը Սուրբ պատարագի հասկացողությամբ է, որ մեր Սուրբը կհաղորդե։ Քրիստոսի հաղորդագից դառնալ։ Դարձյալ այս բոլոր մեղքերու ծանրությունը, հիշադակությունը մեզի ցուցնելու համար, թե այս բոլոր մեղքերուն թիմած Աստուծո ողորմությունը ինչքան մեծ է, Աստուծո մարդասիրությունը ինչքան է, որովհետև երբ մենք մեր մեղքերը կխոսովանենք, մենք կվստահանանք, որ Աստված մեր մեղքերու թողություն շնորհած է, ուրեմն այդ բոլոր մեղքերու ծանրությունը մեզի կցցնե Աստվածային թողության մեծությունը։
Եվ անշուշտ մեղքերը պետք է խոստովանել, քանի որ վերջի վերջո քալիք Թադաստան գա եւ այդ Թադաստանի ընթացքին լավ գլավ որ մարդ իր մեղքերու թիմած թեմ արդեմ չկա եւ գամ այդ մեղքերը չհիշվին ուրեմն կանխավ պետք է այդ մեղքերը խոստովանել բայց այս մեղքերու խոստովանությունը դարձյալ մեծ կարևորություն ունի հետևյալ իմաստով Պատարակը զոհաբերություն է Քրիստոսի զոհաբերությունն է Քրիստոսի ինք զինքը պատարակ մատուցանել է ուրեմն երբ այս պատարակի մասնագից կդառնանք պետք է այդ պատարակին փուն թասը սորվենք եւ Սուրբ Գրիգոր Նարեգացին իր մադյան ողբերգության մեջ այդ գետրոնական պատարակի թասը շատ լավ գծորվեցնե Քրիստոսի զոհաբերությունը պատարակի փուն իմաստը մարդասիրություն կնշանակե մարդասիրություն այսինքն մադյանը եթե մեկ բառով ներկայացնելու ըլլանք մեկ բառով մադյանը նկարագրելու ըլլանք այդ բառը պիտի ըլլա մարդասիրություն հիմա պիտի վերադառնամ իմ նախկին խոսքերուց մարդասիրություն բոլոր անոնք որոնք Գրիգոր Նարեգացին գուսումնասիրեն ամենեն առաջ կհայտարարեմ որ մեր Սուրբ Գրիգոր Նարեգացին միստիկ հեղինակ մնե միստիկ այսինքն խորհրդապան բայց ինչ տեսակ խորհրդապան ինչ տեսակ միստիկ քրություն է իր քրածը բացատրել կդժվարանան ես կուզեմ այդ նարեգացու միստիկը լալը ցեզի բացատրել որովհետև շատ կարևոր է մադյանը հասկանալու համար նարեգացու ժամանակ կային միստիկներ խորհրդապաններ որոնք կհավատային թե առանցնանալով մեգուսի քաշվելով ըլլա քարանցավի մեջ, ըլլա խոցի մեջ առանցնանալով աղոթելով գրնան Աստուծո միանալ եւ Աստուծո հետ կապվել, Աստուծո հետ խոսիլ, Աստուծո հետ մասնակցել մեր Գրիգոր Նարեգացին իր 70-րդ աղոթքի մեջ այդ առանցնություն փնդրող վանականներուն խրադական մունի ասելով որ այդպես չէ կարևորը հետևյալն է բոլոր միստիկները գչանան գցանգան Աստուծո միանալ մեր Սուրբ Գրիգոր Նարեգացու պատգամը իր ժամանակագից վանականներուն որոնք ուզենին առանցնանալ հետևյալն է Աստուծո միանալու համար առանցնանալ պայման չէ որովհետև մենք արդեն Աստուծո ասկագից ենք մենք Աստուծո հաղորդագից ենք մենք Աստուծո պատկերով ստեղծված ենք մենք Աստուծո հոգվով թրոշմված ենք մենք Քրիստոսի հետ մգրտված ենք մենք Քրիստոսի հետ պատարակով հաղորդակված ենք այսինքն
մեր Սուրբ Գրիգոր Նարեգացու համար աստվածային մարդասիրությունը անհասանելի է։ Աստված մեզի իր պատկերով ստեղծեց, որովհետև Աստված մարդասեր է։ Աստված մեզի իր հոգվով ստեղծեց, որովհետև Աստված մարդասեր է։ Ուրեմն մենք արդեն Աստուծո ազգագից ենք եւ Աստուծո հետ այս ազգակցությունը կգրկնապատկվի, երբ մենք Քրիստոսով մգրդվենք եւ Քրիստոսի կյանքի հաղորդագից դառնանք որպես հետևորդ եւ թեև մգրդությունը մի անգամ է մարդու կյանքի մեջ, Քրիստոսի հետ այդ հաղորդակցությունը հաջախագի է Սուրբ Պատարագի հաղորդությունով։ Ուրեմն Քրիստոսի հաղորդագից մասնագից անընդհատ կդառնանք Սուրբ Պատարագի միջնորդությամբ։ Ուրեմն հետևյալն է. Աստուծո մարդասիրությունը մեզի իր պատկերով ստեղծելով, Աստծո մարդասիրությունը իր հոգվով մեզ ներշնչեցնելով, Աստուծո մարդասիրությունը մեր հետ մեզի իր հետ բերելով Սուրբ Ավազանի միջոցով որպես Աստուծո որդիներ եւ Սուրբ Պատարագի միջնորդությամբ իրեն հավերժական հաղորդակից դարձնելով, այս բոլորը շատ կարևոր է։ Ուրեմն երբ 75-րդ աղոթքին հասնենք, բոլորը եկեղեցաբանություն է եւ այս եկեղեցաբանությունը շատ կարևոր է, որովհետեւ եկեղեցիի մեջ է որ կմգրդվենք, եկեղեցիի մեջ է որ հաղորդություն կստանանք, եկեղեցվո կարևորությունը անհրաժեշտ է, եկեղեցվո գոյությունը այդ երկնային խաղաղության վերստուգության վայրն է։ Եկեղեցին այդ խորհրդավայրն է, ուր այս խորհուրդները կկատարվին եւ մենք Աստծո որդիներ եւ հաղորդագից կդառնանք։ Ուրեմն այդ առանցնության միան մտածումով, միան աղոթքով Աստծո միանալը առանց եկեղեցի գալու, առանց հաղորդությունը ստանալու ըստ Սուրբ Գրիգոր Նարեգացին բավարար չէ Աստծո միանալու։ Շատ կարևոր է նաև մգրդությունը։ Սկիզբեն մինչև վերջը այդ մգրդության եւ հաղորդության եկեղեցվո զույգ խորհուրդներու իրողությունն է, որ Նարեգացին գեհեքը։ Շատ կարևոր աղոթքը կա 90-րդ գլուխի մեջ, որ է գոչնակի աղոթքը։ Գոչնակը այդ եկեղեցաբանության գրկնությունն է, որ 75-րդ աղոթքին մեջ կգարտանք։ Իսկ 90-րդ աղոթքը Սուրբ Միրոնի աղոթքն է, որով մգրդության ատեն կտրոշվենք։ Այդ խաչի սուրբ նշանն է, որ մեզի Քրիստոսի հաղորդակից դառնալու սկզբնակայլն է։ Եվ մգրդությունը եւ Սուրբ Միրոնով տրոշմիլը Գրիգոր Նարեգացու համար շատ կարևոր է, որովհետև այդ տրոշմը հավերժական է։ Երբ մարդու մարմինը մահու հետևանքով կքայքայվի եւ մենք դարձյալ փոշի կվերադառնանք, այս ապագան մարմինը ապագանության մեջ կչնչվի, Միրոնով խաչի տրոշմը չի չնչվիր։ Միրոնը եւ Սուրբ խաչը անապագան են եւ հավերժ կմնան եւ լույս
գտարնան հետ մահու եւ հարության օրը երբ Գաբրիելի փողի հնչմամբ հրեշտակները հավատացյալներուն հարության գարտնցնեն ավազանի տրոշմով այդ կնքված խաչը իրենց չահագիր առաջնորդը գտարնա Քրիստոսով ննչեցյալներուն հարություն դալու ուրեմն Սուրբ Մգրդությունը Սուրբ հաղորդությունը եւ աստվածային բանականությունը ասոնք հավերժական են եւ գմնան եւ երբեք չեն գործվիր Հարցյալ կարևոր աղոտ մգա Սուրբ Գրիգոր Նարեգացումատյան մեջ այսալ Սուրբ Ույս Մարիամի նվիրված աղոտքն է 80-րդ աղոտքը Սուրբ Ույս Մարիամին նվիրված աղոտքն է Շատ կարևոր աղոտքն է եւ ինչու բادرակի մաս կգազմե այս աղոտքը Բոլորս որ Եկեղեցի կմտնանք եւ Սուրբ Խորանին գտիդենք, Սուրբ Խորանին երբ նայենք, ինչ կտեսնենք, Աստվածամոր պատկերը իր քիրգի մեջ ունենալով Հիսուս մանուկը։ Սուրբ Մոր Աստվածամոր այդ նկարը Քրիստոսի մարդեղության պատկերն է։ Քրիստոսի մարմնացման խորհրդապատկերն է Ճիշտ ինչպես Քրիստոս Սուրբ Գույսի միջոցով մարմնացավ Սուրբ բادرակի ընթացքին այդ քինին եւ Սուրբ նշխարը հացը Քրիստոսի արյան եւ մարմնին կվերածվին անոնքալ Քրիստոսի մարմնացումն են այսինքն խորանին վրա մենք հայերս ունենք գրգնագի խորան մեկ խորանը Սուրբ Գույս Աստվածածնի քիրգն է ուր Քրիստոս մարմնացավ եւ զուգահեռ խորանը Սուրբ Խորանի սեղանն է ուր մենք կճաշակենք Քրիստոսի արյունը եւ մարմինը հասկանալի է երկու խավ խորան է մեր հայկական խորանը մեկ խավը Սուրբ Գույս Մարիամի քիրգն է եւ մյուս խավը Սուրբ Սեղանի քարն է Երկուքը նույն խորհրդապատկերն են Քրիստոսի մարմնացման Մեկը իր ծնունդով մարմնանալը եւ մյուսը հաղորդությամբ մարմնանալը եւ փաշխվելը Ասոնք ինձ համար կարևորագույն գեդերն են ուր գրեթե ամբողջ մատյանը ծայր հասկանալի կվերածեն անշուշտ մեր ժամը կամ մեկուկես ժամը կամ նույնիսկ երկու ժամը բավարար չեն այս բոլորը բացատրելու բայց քոնե համոզված եմ ցեզի մի քանի կարևոր բանալիներ հանձնեցի ուր դուք կկարողանաք մատյանը քոնե մասամբ եթե ոչ լիովին հասկանալ որպես Պադարակամադույց խորհրդապանություն Շնորհակալություն Շնորհակալություն պրոֆեսոր շատ խորիմաստ շատ բացատրական դասախոսության համար իրավես ինչեր գիտանք որ ինչեր չենք գիտեր Այո Կրնայի ժամերով միան քիրքի կարևորության մասին խոսիլ նույնիսկ բարերով թե ինչպես մեր Սուրբ Գրիգոր Նարեգացին
իր այս քիրքին այսքան դիեզերական կարևորություն կտա։ Մի անհատնուտի մասին մարդ կնա ժամերով խոսել։ Օրմը խոսինք։ Եվ կամ որևէ գետի շուրջ մարդ կնա ժամերով խոսել։ Իրոք։ Բայց այս համայնապատկերը կարևոր է մատյան ողբայրությանը ծայրեծար հասկանալու համար։ Ωραία. Այո, հարցումներ եթե կան, դոկտոր Ջեբեջան, ռամեցեք։ Unmute եք խնդրեմ։ Բարեշնորհ Սեբազան հայր, սիրելի պրոֆեսոր Դերյան, շատ խորքերը մտանք իրարու հետ աստվածային կյանքի մեր աս երկրի վրա ապրելու ժամանակ, ինչպես հաղորդագից լանք, լույսերուն մեջ ապրիլ։ Քանի մը գեդեր կան, որ միտքից մեջ եկավ, որ մեկ հատը մատյան եղածովը եկեցի է, մուտքեն մինչև խորան, և թուք լավաբես և խորաբես բացադրեցիք ինչպես թիվ 33, հետո 75, հետո Մյուրոնի օրնությունը, որ 93 թիվն է, ուրիշ թորքոմ arczepiskopos Բախչանյալ Լանիգա 95 գրած է, բայց ընդհանուր բերմամբ բանը Գրիգոր Նարեգացի ինչև աստած են այսպիսի կակատի մը հասնելու համար, ադեվո սեղիցեզ մի իմանա, շնորհակալություն։ Այո։ Իր խորհրդաբանությունը ծիսական խորհրդաբանություն է, այսինքն անգլերենով կնանք ասել sacramental theology։ Իրեն համար եկեղեցու խորհուրդները նամանավանդ վաղ եկեղեցու ամենակարևոր միակ խորհուրդները վաղ եկեղեցու մկրտությունը եւ սուրբ հաղորդությունն էին։ Միայն այս երկուքը, ուրիշ խորհուրդ չկար վաղ եկեղեցու մեջ։ Եվ իր այդ մկրտությունը կյանքի մեջ մեկ անգամ է, իսկ հաղորդությունը կրկնելի։ Ուրեմն Քրիստոսի հետ այդ շարունակական կյանքը ապրելու համար պատարագի հաղորդության միջոցով պայման է։ Ինձի համար շատ վշտալի է, երբ եկեղեցի երթամ պատարագի մասնակիցներ կան, որոնք չեն հաղորդվել, նույնիսկ գղերականներ, որոնք դասի մեջ նստած կամ կեցած կլան չեն հաղորդվել։ Ինձի համար այս կնշանակե, թե պատարագի իմաստը խորապես չեն հասկացած։ Պատարագի մասնակցել եւ չհաղորդվել կնշանակե երբեք չընտրանալ, թե այդ պատարագը ինչ կնշանակե։ Եվ այդ պատարագի կենտրոնական կետը շատ կարևոր է մատյանի համար։ Ցեզի ուրիշ օրինակ մտամ։ Հին ադեն քրագանության համար կարևոր էր այդ կենտրոնական շեշտը։ Մեկ օրինակ տամ միայն։ Հովանու ավետարանը։ Հովանու ավետարանի քրիստոսաբանությունը շատ կարևոր է մեր եկեղեցու հայրերուն համար, մեր եկեղեցու քրիստոնեաբանության համար, մանավանդ Սուրբ Գրիգոր Նարեգացու համար։ Երբ Հովանու ավետարանը փանաս ճիշտ մեջտեղը 13-րդ գլուխն է։ 13-րդ գլուխի մեջ Հիսուս իր խաչելության մասին գխոսի։ Քրիստոսի փառքի ժամը իր խաչելության ժամն է։ Իր պատարագ մատուցվելու ժամն է։ Ուրեմն Հովանու ավետարանը ծայր խաչելության իմաստով ներկայացված է սկիզբեն մինչև վերջ, այսին Հովանու ավետարանը փառավորյալ Քրիստոսի պատկերն է, այսին Քրիստոսի երկրային առաքելությունը դիտված է իր փառավորության ժամու, իր խաչելության տեսանկյունեն։ Այսին
փառավորված Քրիստոսի, բարձրացյալ խաչյալ Քրիստոսի, փառավորյալ Քրիստոսի դեսանգուն են։ Նույնը մատյան ողբերգության մեջ է։ Այդ կենտրոնական գեդը շատ կարևոր է։ Գիրքը ծայր հասկանալու համար։ Դոկտոր Վիչարնագեք։ Պարզապես պիտի ասեի, որ արդակին աստեցություններ, այսին մշակույթներ աստած են բան Գրիգորն Այո, այդ կեսինան պետք է խոսեմ։ Գիտեք, հոս շատ կարևոր բան պետք է ասել, որ հաջող չենք ասել, բայց կարևոր է ասել, պետք է ասել։ Քրիստոսն արեգացու ժամանակ 10-րդ դարուն մահմեդականությունը շատ զորավոր էր, մանավանդ Աբբասյան իշխանության ժամանակ, երբ Աբբասյան մահմեդականությունը այնքան զորացած էր, մանավանդ իր կենտրոնական Բաղդադի մեջ հաստատված Աբբասյան հարստությունով թարեթար թե հույն, թե հայ, թե ասորի հազարավոր քրիստոնյաներ մահմեդականություն կընդունեին։ Ոմանք անշուշտ ճնշումով, ստիպողական պարտավորությունով, ոմանք համոզումով, եւ մահմեդականները ինչպես կհամոզեին քրիստոնյաներուն մահմեդական դարձնելու։ Մահմեդականներուն թիվ 1 գեդը այն է, որ մեր Աստվածաշունչը մարդու ցերկով գրված է, հեղինակները բազմաթիվ են, դարբեր դարերու ընթացքին գրված է, մինչդեռ իրենց Քորանը երկինքեն իջած է, աստվածային խոսքեր են, մարդ արարած չի գրնար այդպիսի քրագանություն հայթադել։ Ժամանակակից մտայնությունը այն էր։ Իսկ մերինները, մերոնք ոչ միայն Գրիգոր Նարեգացին 50 տարի յետ Գրիգոր Մագիստրոսը եւ Գրիգոր Մագիստրոսեն յետ իր եղբոր թորը Սուրբ Ներսես շնորհալին եւ Սուրբ Ներսես շնորհալվո եղբորը թորը Ներսես Լամփրոնացին մեզի եւ նույնիսկ Վարդան Արևելցին այդ բոլոր ժամանակից հայ քրողները մեզի այնքան կարևոր քրություններ թողած են մեզի հայ հավատացյալներուն մանավանդ իրենց վանական եղբայրներուն եւ եկեղեցասեր հավատացյալներուն համոզելու համար թե այդ մահմեդականներուն ըսածին մի հավատակ որովհետև մահմեդականները գսեն իրենց Քորանը մարդկային գոմե անկարելի է այսպիսի բան գրել իսկ Գրիգոր Նարեգացին Սուրբ Ներսես շնորհալին Գրիգոր Մագիստրոսը փացեի փաց կսեն ոչ միայն մահմեդականներուն այլև մեր քրիստոնյա հավատացյալներուն թե կարելի է Քորանի նման քրագանորեն սքանչելի հոգեշունչ հոգեբարար քրագանություն հայթայթել հետաքրքրական է որ մեր Գրիգոր Նարեգացին իր 26-րդ աղոթքի մեջ իր բոլոր դողերը ճիշտ Քորանի վանգերով գրած է եւ ի վերջավորությունով յուրաքանչյուր դող ասելով որ նայեցեք մարդ կրնա Քորանի նման համաշունչ քրություններ գրել այսին մարդկային օրեն կարելի է Քորանի պես գրել
Մագիստրոսը բացեիփած իր մահմեդական խոսակցին գսե ինձի 4 օր դուր ես քեզի Կորանի բես քրություն մգրնամ հայթայթել եւ 4 օրվա մեջ Գրիգոր Մագիստրոսը բոլոր աստվածաշունչը ծննդոց գիրքեն մինչև հայտնությունը 1000 դողով քեղեցիկ ոդանավորի վերածած է ճիշտ Կորանի համաշունչ վերջավորություններով in մեր սուրբ ներսե շնորհալին Հիսուս որդի իր քրության վերջավորության շատ կարևոր հիշատակարան ունի այդ հիշատակարանը մենք երբեք չենք մատնանշած այդ հիշատակարանի մեջ գսե ես աս քրեցի ցուցնելու համար թե մարդ կրնա այսպիսի քրությունը հայթայթել ճիշտ ինչպես որ մեր հակառակորդները այսն առանց մամեդականներուն անունը դալու հասկացնել գուզե որ մենք ունենք այսպիսի աստվածաշունչ հոգեշունչ քրություններ Բարի Պրոֆեսոր ինչու աս Մադյանը ողբերգության Մադյան է ողբերգությունը սի խոստովանանքի ոչ միայն մեղքերու այլև հավատք այսինքն նույնիսկ մարդ երբ իր մեղքերը խոստովանի կնշանակի որ կխոստանովի որ հավատացյալ է այսինքն հավատքի խոստովանություն է եւ քանի որ մեր Սուրբ Գրիգոր Նարեգածին Քրիստոսի պես մարդկային բոլոր մեղքերը գսկա իր մեջ թեև ինքը այդ մեղքերը չէ կործած բայց որպես Քրիստոսի կյանքի մասնագից այդ մեղքերը ինքը գսկա ինքը այդ բոլոր մեղքերը կխոստովանի նա մանավանդ որ բادرակի պիտի մոտենա որովհետև բادرակը մարդասիրություն է եւ Աստված մեր մեղքերը գթողե քանի որ Աստված ողորմած է որովհետև մարդասեր է այսինքն ասփոլորը ցերքի գերտան այսինքն ողբը մեր մեղքերն են այո այսինքն պայման չէ որ լալակինը լա բայց անշուշտ լալակին աղոթքը կարծեք ավելի ընդունելի է Բարի այո այլ հարցեր կան պրոֆեսորը միշտ ձեր չանցնիր իմ քունի ժամանակը անցած է վնաս չունի բայց ես ալ պետք է խոսանեմ որ քիչ մոհոգնած էի բայց ավելի խանդավառվիմ երբ հարց պատասխանը լա այո ավասիկ Ռամեցեք բարեշնոր եղբայր Unmute եք, խնդրեմ, unmute եք շնորհակալ եմ Իմ հարցս հետևյալն է թեև բոլորս շատ երախտապարտ ենք Աբրահամ Դերյանին որովհետև թե Մադյան ողբերգության երգին եւ թե դաղերուն եւ այլ տոնական գործերուն բարակային Սուրբ Գրիգոր Նարեգածվո մեծապես նպաստած է մեր հասկացողության այն աստիճան որ երբ ես առաջին անգամ լալով գարտացի զորոնակ դաղերը այդպիսի անհասկանալի մասեր կային ինձի համար եւ իմ միտքես ասմրածում անցավ երկու այսպես արեղծվածներ կան եւ չեմ գիտե եթե կյանքիս ընթացքին լուծումը պիտի գտնվի մեկը մեր խազերու հարցն է մյուսն ալ Սուրբ Գրիգոր Նարեգածվո դաղերու մութ դարձվածքներուն անհասկանալի մասերուն որոնք շատերը գվերակրեին թբրած սխալներուն եւ այլն ուրեմն մեծապես երախտապարտ եմ Աբրահամու որ մեզի բանալիներ դվավ որով ցարտ մութ
համարված բաներ հստակ եւ իմաստալից դարձան, որով մարդ գրծավ ըմբոշխնել եւ այլն։ Այնուհանդերձ իմ հարցը հետեւյալն է. արդյոք կարելի է երբևիցե ակնկալել, որ Մադյան ողբերգությանը լիովին միանշանակորեն հասկանալի կրնաթարնալ մեզի համար ի հեջուկս այսպիսի բանալյաց, որովհետև մերթ ընդմերթ մարդ որոշ հատվածներու կհանդիպի, ուր մեկ ավելի դարբեր ծևերով կարելի է այդ հատվածը ընկալել կամ մեկնաբանել։ Այն աստիճան, որ ես այս մտածումը ունեցած եմ եւ ձեր կարծիքը պիտի ուզեի, թե արդյոք դիտումնավոր կերպով Սուրբը որոշ տեղեր այնպիսի ձևով մկրած է, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող, յուրաքանչյուր իրեն հետ աղոթագից հանդիսացող հետակա տարերուն եւս ստիպված լա իր հոգեգանությունը իգործնել, իր մտային կարողությունները ինչպիսի ալլան կորձոն դարձնել եւ իր անձնական փորձառությանց եւ ցավերուն եւ հույսերուն համեմատ որոշ աստիճանով ուրույն ծևով մեկնաբանել որոշ բաներ, որոնք դիտումնավոր կերպով մասամբ այսպես թուրը բաց մնացած է եւ մեկ ավելի մեկնաբանությանց հագամետ է։ Բամը որ անշուշտ, եթե մարդ պետք եղած առաջնորդությունը չունենա, նաեւ գրնա մեզ վտանգավոր վայրեր տանել։ Ինչ է ձեր կարծիքը այս մասին։ Գուցե բարձրապես իմ անբավարար հասկացողությանց պատճառով այս կարծիքը ես ունեցած եմ, թե դուք ալ մասամբ համամիտ եք։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ Հայկ Սարգսակյան կարևոր հարցումին համար։ Նախ ասեմ, որ Մատյանը ավելի թյուրամատչելի է, ավելի հասկանալի է, քան դաղերը, ինչպես օրսիկ օրինակի համար դաղերը մեկը վարդավարի այլագերբության նվիրված դաղը գա, կոհար վարընտն վարարյալ եւ այլն։ Մարդ այդ դաղը գարտա ծայր բոլորը ծաղիկներու մասին է, ծարերու մասին է, փնության մասին է, գարտածողը գսե ես աս դաղը գարտացի ծայր, բայց այլագերբության մասին կամ վարդավարի մասին բամը չտեսա։ Ուրեմն մեր Գրիգոր Նարեկացին այնպիսի պատկերներ գործած է, որ իր ժամանակիցներու համար ծանոթ պատկերներ են։ Եվ աս պատկերներու ծանոթությամբ իր նկարագրած փնությունը, ծաղիկները, վարդերը, ծարերը հասկանալի կդառնան։ Անշուշտ այդ բոլորը ես բացատրած եմ, նույնիսկ քույները, սպիտակը, վարդը, վարդակույնը, ինչ ալալա։ Հետևյալը պետք է ասել Հայկ Սարգսակյան, երբ մարդ արարածը համոզված է, որ իր միտքը, իր բանական կարողությունը աստվածային պատկեր է, այդ միտքը անսահման է, մանավանդ երբ այդ մտայնությունը ուղղակի աստվածամերձության ճանապարհի մեջ է։ Այսին Սուրբ Գրիգոր Նարեկացին ինքն է, որ մեզի բանալիներ կհանձնե, որ մենք իր բանալիներով ավելի խորին կանցադուններ մտնանք, որտեվ եթե մենք իրեն պես համոզված ենք, թե իսկապես մեր միտքը աստվածային պատկեր է եւ հոգի քավ լիցի, եթե Աստուծո մեզ ատ ուրիշ բաներ մտածենք։ Եվ Աստուծո օգնությամբ այդ մտային կարողությունը կբազմապատկվի։
Ես համոզված եմ, բայց նույնքան համոզված եմ, որ մատյան ողբերգությունը ավելի հասկանալի է, քան դաղերը, կանցերը եւ այլն։ Եվ ես մատյան ողբերգությանը նմանցուցի կանցադանմը, որտեղ Սուրբ Գրիգոր Նարեգացին է, որ մեզի կանցարանը տված է եւ կանցարանը բացած է։ Ինչպես որ գիտեք, իր բոլոր դաղերեն շատեր իր անունի դարերով սկզբնադողեր են, քանի որ իր անունը քիմով կսկսի, իր նախընտրած բարը քանց է, ուրեմն իր դաղերեն շատեր քանց բարերով կսկսին։ Իր հետ եկող հայրեր, որոնք նույնպես ուզեցին քանցեր քրել, իր օրինակին հետևելով սկսան քանցեր քրել։ Ուրեմն քանցարանը ինքն է, որ մեզի տված է։ Եվ այսպես օրինակի համար Սուրբ Ներսես շնորհալին, քանի որ իր անունը նուն դարով կսկսի, Ներսես, ստիպված է նուն դարով փարով սկսիլ։ Եվ Սուրբ Ներսես շնորհալին գնախնդրե նոր փարը, նորաստեղծյալ, նոր, այսինքն գզարմանաս ինչքան նորություն կա Սուրբ Ներսես շնորհալվող համար ամեն ինչ նոր փարով սկսելու, այսինքն Սուրբ Ներսես շնորհալվող համար նորությունները անհադանելի են, քանի որ իր միտքը այդ աստվածային նորությամբ նորոգված է։ Այսինքն մեր Սուրբ Ներսես շնորհալին Գրիգոր Նարեգացին շատ լավ հասկացած է եւ այնքան սիրած է, որ ինքն է որ փրկած է այս մատյանը։ Համամիտ եմ ձեր ասածին։ Շատ շնորհակալ եմ։ Բարի եկեք։ Լավ, եթե այլ հարցեր չկան, խոսքը բիդամ մեր սիրելի սրբազան հոր։ Դրամեցեք սրբազան այր։ Շանջան, չաթի մեջ մեկ հատ հարցում կար, խնդրեմ կարդացեք։ Չաթի մեջ հարցում կար։ Կամ ես կարդամ։ Դուք կարդացեք։ Պրոֆեսոր Տերյանին, ինձ համար մատյան ողբերգությունը անսահման իմաստություն է, սակայն ժողովրդի մեջ տարածված է, որ Նարեկը բուժում է։ Նարեկը փրկում է մարդկային կյանքեր եւ հայտնի է իր հրաշագործությամբ։ Որն է այս գրքի առանձնահատկությունը։ Շատ շնորհակալ եմ սրբազան, որ այդ հարցումը կրկնեցիք։ Մեր Սուրբ Գրիգոր Նարեգացին ինքը կսե որ ասի հոգիներու բուժման համար է։ Եվ ճիշտ է, որ ոմանց համար հրաշագործ գիրք դարձած է, բայց ավելի անոնց, որոնք լրիվ այդ գիրքի իմաստը չեն հասկացած։ Օրինակ համար, երբ մենք մատյան ողբերգությանը չհասկանանք Գրիգոր Նարեգացու ուզածին պես կամ իր բացադրածին պես, իր ներկայացուցածին պես, մատյանը կվերածվի հմայելի կամ չարխափանի եւ այդպես կկործածվի, բայց այդ կործածությունը սահմանափակ է, գիրքի փուն իմաստը չէ, բայց մասամբ այդ կործածությունը նույնիսկ մեր Սուրբ Գրիգոր Նարեգացու գոմե անշուշտ ոչ թե միայն արտոնված, այլև
քաչալերված է, բայց այս բոլոր մադյանը չէ, որոշ աղոթքներ են բուժման համար։ Այսին եթե մենք չհասկանանք Սուրբ Գրիգոր Նարեգացին, մեզի համար Գրիգոր Նարեգացին կմնա միայն քեղեցիկ անունը եւ կամ մադյանը կմնա միայն հմայիլը կամ չարխապան քիրկը։ Այսին ոչ թե այդ կորձածությունը սխալ է, բայց բավարար չէ, ամբողջը չէ, մաս մնե, փոքր մաս մնե։ Շատ բարի։ Այո, բարեշնորհ եղբայր։ Գրնայի Աբրահամու սածին բարձ փոքրիկ բամը հավելուլ, որ Սուրբը ընթերցողին վրա հոգեպես հրաշալի աստեցությունը ունենալու ադագ է։ Այն աստիճան, որովհետև Սուրբը խորխորատներուն ամենեն ցած մասերը գահասնի եւ այդտեղեն հրաշալի գերբիվ այդ խոր եւ այսպես սրդապեկ վիճակի մեջ գտնվող մեղավորը գարնե գվերցնի եւ ոչ միայն գոքնե, որ իր զղջման արդյունքներով թողություն ստանա, այլև իր նպատակը շատ ավելի մեծ է, մինչև Աստուծո դեսությունը եւ Աստուծո հետ միությունը գուզերնել, այսինքն ամենեն ցած դեղեն բարձրակույն երևակայելի դեղը չանահասցնել, այդ պատճառով եթե քիրքին բաժնագությունը նայենք եւ քիրքին ընթերցման հոգեգան աստեցությունը իսկապես հրաշքի պես բան է, գուցե այս պատճառով է, որ նաև գրել գարտալ չգիտող մեր ժողովրդի խավերուն մեջ այս քիրքը իբր հրաշալի տալիսմանի պես բանիմը վերածված է, ադիգա իր բաժնագության շնորհիվ է, որ նույնիսկ գարտալ չգիտող մեկու համար այդ քիրքը սուրբ քիրքինքով սամոսած քիրքինքով մեզի համար բարձրակույն քիրք մի եղած է եւ ինքնին գարձեք պաշտելի բան մտածած է, ինչպես որ մենք սուրբ ադարակի ընթացքին կամ ժամերկության ընթացքին ավետարանը կհամբուրենք, այսալ համբուրելի մադյան մտածած է մեզի համար, հետեւաբար գուցե կարելի է այդպես արդարացնել այս համոզումը կամ այս գիրհարգումը։ Բարձրապես ուզեցի այս մտածումը ավելցնել սրբազան հոր հարցման իբր հագաստեցություն։ Շնորհակալ եմ ես ալցերսածին, որովհետև կարևոր կետ մնե։ Այդ բոլոր կորձածությունը մատյանի այդ բուժիչ իմաստով ամբողջական իմաստը չէ, այլ մասամբ։ Ես էլ ամբողջված եմ, որ մադյանը լիովին հասկանալի չէ։ Այսինքն կարելի է լիովին մադյանը հասկանալ, այսինքն պետք է հարցական նշան մնալ ավելցնել այդ նախադասության ծայրին։ Այսինքն մեր չանացածին չափ ինչ ես շատ պիտի ուզեմ, որ օրի մեկը կա եւ մադյանը իմ հասկացած ես ավելի հասկանալի բացատրե կամ վերածե կամ ներկայացնե։ Բիլի դժվարանանք, Աբրահամ, շատ բիլի դժվարանանք։ Իմ ասածը վերջնական խոսքը չէ։ Ճիշտ ինչպես Աստվածաշունչը երբեք լիովին պիտի չհասկանանք, քալով Աստվածաշունչին բոլորս մշտենչենական աշակերտ ենք, նույնը կրնա ասվել մադյանի նկատմամբ։ Այնքան խորիմաց գիրք է։
եթե գրնամ գեղեցիկ մեջբերում մգադարել այստեղ ցերկս նարեգլուձը ունիմ Հայր Գաբրիել Ավետիքյանի գսե քանզի սկանչելարվեստ մադենիս բարձրություն կամ խորություն գերազանցե միշտ քան ըզլար չափողի եւ նալյանի խոսքը թե աթամանթե բալադին խեցիե տուր շինեցի բայց մեծապես երախտաբար կմնանք մեզի համար տուր շինողներուն որոնք մեր ջամփան քիչմը հարթեցին թյուրացուցին ցերբակրակային ադիգա քիչմը չէ այլ մեծապես հարթեցին եւ թյուրացուցին որուն համար շատ երախտաբար ենք ցեզի Ես կուզեմ գետ մնալ ավելցնել նախ պետք է դարձյալս եմ որ ինձ համար գես գիշեր է հիվանդութենը նորս տապած եմ ինքս օգնած կսկամ եւ գուզեմ մադյանը այնքան թյուրամաչելի գերբով մեր հայորդիներուն մանավանդ արիմադայերենով բացատրել խոստովանեմ որ ասիմ առաջին արիմադայերեն խոսքն է մադյանի մասին մեր հասարակության եւ մադյանը ավելի հասկանալի վերածելու համար մանավանդ անկլյախոս ընթերցողին այս 95 երկար աղոթքներու վերնակիրներ հայթաթած եմ Սուրբ Գրիգոր Նարեգացու բարերով նույն այդ աղոթքեն վերցված դողմը որ ինքնին այդ աղոթքին բանալի կդառնավ որպես վերնակիր եւ հուսամ օրմը այս վերնակրերը արևմտահայերենի թարգմանել եւ մեր արևմտահայ ընթերցողներուն բաշխել որ այդ աղոթքը այդ վերնակրի բանալիով կոնե այդ փոքր սենյակը բանան ու մտնան այդ մեկ աղոթքի մեջ եթե ոչ բոլոր մադյանի մեջ Պրոֆեսոր շնորհակալ եմ որ ինձ ղրգեցիք աս 95 վերնակրերը սիրելիներ եթե կպապակիկ ունենալ այդ պրոֆեսորին բացատրածը կրնամ ցեզի իմեյլով ղրգել Յան գուզեք ինձի իմեյլով բզդիկ հիշեցում մնել ես ամիջապես կղրգեմ ունիք իմեյլի ասցես Դին Սոսիբալյան գուզեք արցում մարցնել Unmute կնեք Unmute Ռամեցեք Նախ եւ առաջ շնորհակալություն ուզեմ հայտնել Սրբազան հոր եւ ցեզի որ այս հադուկ այս շատ հոգեբարար եւ անքան լավ ցեվով ներկայացուց մեզի Դոկտոր Աբրահամ եւ իմ զգացումներս այն է որ ես քիդական ցեվով վիճի մոդենամ հացին իմ զգացումներս այն է որ ինձ համար բավական դժվար է ռաձեր հասկանալ նարեգացի կորձերը բայց այսօր այն զգացում ունեցա որ դարձես Դոկտոր Աբրահամը ուրիշ մոլորագեմը գուքագոր եւ սուրբ սրբություն սրբոց եւ համոզումով այն ներքին համոզումով որ ինչ որ ինքը ստացած է եւ դված է աշխարհին բանը walking encyclopedia-ի վեսպամը նարեգացի կամ կորձերու մասին դարձից ես ուրիշ դեղ մնեի ասանք եւ դարձից ուրիշ ասանք սովորական մեր բաներ ընթացախոսները մեկը չէ Սրդանց կշնորհավորեն եւ իրեն երկար կյանք եւ առողջություն կմաղթեմ եւ դարձյալ շնորհակալություն ցեզի Սրբազան հոր եւ բարեկամ մեր սիրելի նշանին որ աս դեսակ ուրիշ դեսակ մեզի բաներ կներկայացնեք որ դարբեր դեղը ուրիշ
բաները չենք լսեր ասպաները բայց հիմա արի որ ետ գրնա մերչալ եւ դարձալ մատյան որպեսի ավելի մոդեն ավելի ցուցմունքներով գրնամ դարձալ եւ ավելի չգնաս գնալ շնորհակալություն եւ առողջ օրեր Շնորհակալություն Դիցոսի Ես ալ ցեզի շնորհակալ եմ Չաթին մեջ մեկադալ կրություն ունենք Մեսրոբադար ոչ մի կրկում դեր մարդն այդքան չի մերգացվեր ներքնավես ինչքան նարեգացու կրկում մեղքերի խոստովանություն թե հոգու մերգացում Կարծնե դիգի Մարինան Ինձ համար հարցում չեց այս այլև իրողությունն է որ սկիզբեն Մադյանին մոտեցողը մեկ աղոթքեն մյուս աղոթք անցնիլը պետք է երբեք երևակայ որ այս աղոթքները ցիրուցան աղոթքներ են շարունակական կապ մգա սկիզբեն մինչև վերջը եւ այդ հոգեբարար այդ հոգեկան զգացումը հասկացողությունը որմով Մադյան ընթերցողը սկսի այդ ընթերցանության ընթացքին գզարքանա եւ գսկսի Սուրբին այդ քայլ առ քայլ ընթանալ իր մտալեկ երբով եւ իր հոգեգան առաջնորդությամբ այսին մարդ կրնա իր հոգին մերգացնել իր հոգին աստվածային սկեստավորումով հարստացնելու համար եւ այդ հարստությունը գզարքանա քիրքը գարտալով ծայր եւ հուսամ իմ դված վերնակրերը նույնպես ցույց կտան թե այս աղոթքները շղթայի պես շարունակական են եւ իրենց կակատնագետը արդեն քիրքի գիսուն հասած կլան Շատ բարի պրոֆեսոր շատ շնորհակալ եմ Սրբազան հայր դամեցեք Շնորհակալություն նախ ուզում եմ վերջին հարցումը որ չաթից ընթերցեցի եւ պրոֆեսորը պատասխանեց եւ հետո մեր սիրելի Հայկ Սարգսակը հավելեց երկրորդ տեսակետ ուզում եմ երրորդ տեսակետն էլ ավելցնել թե ինչ պատճառով է Նարեկը ավելի պաշտամունքի առարկա դարձել եւ ինչ որտեղ նաեւ մեր իրականության հայկական իրականության մեջ աստվածաշնչի համարժեք դարձել եւ այնպես ինչպես պաշտելի է եղել համբուրելի է եղել եւ հրաշագործ ուժ է ունեցել աստվածաշունչը նույնչափ հայ իրականության մեջ Նարեկ Աղոթամատյանն է ունեցել եւ դա իմ կարծիքով ընդունելով հարգելով եւ 100% համաձայնելով երկու տեսակետներին իմ կարծիքով դա հրաշագործության վկայության հետևանքում է եղել այսինքն մարդ ով կարդացել է Նարեկը Նարեկի զորությունը այնքան է ներազդել անձի կյանքի հոգևոր կյանքի վրա որ անձը ամբողջությամբ փոխվել է եւ այդ գիրքը դարձրել է իր համար կենցաղի պաշտամունքի իր մասը եւ այդ գիրքը սկսել է իրեն հոգեվոր մոտեցումով հոգեվոր ներշնչանքով ճիշտ Սուրբ Գրքի նման ինչպես Սուրբ Գիրքը ամեն անգամ կարդաս ամեն անգամ նորովի կբացվի նորովի նոր հատված այսպես մտքիդ մեջ կարծես կյանքիդ մեջ այդ հատվածը չէիր կարդացել բայց կարող է տասնյակ անգամներ կարդացել ես եւ անգիր գիտես դերևս բայց
այդ պահին, այդ հոգեվիճակով, այդ տրամադրությամբ, այդ աղոթական վիճակով, այդ պատրաստությամբ, ուրեմն կարող է հրաշագործել իսկապես, դա հավատքի ինձ թվում է հարց է, եւ ես կկարծեմ, որ մեր իրականության մեջ իսկապես Նարեկը ունեցել է շատ զորավոր հրաշագործող դերակատարություն, ոչ թե չկարդալով, ոչ թե չիմանալով, այլ ընդհակառակը կարդալով եւ գիտակից մոտեցումով։ Իհարկե չմերժելով նաեւ այն մամիկներին, այն իրավիճակները, որ ասենք չեն էլ բացել այդ գիրքը, թերևս գրափար ցեղասպանությունից հետո մազապուրծ եղած գիրքը բերել են ինչ որ միտեղ մի անկյունում մի սրբավայրի նման անկյուն են սարքել եւ այնտեղ զետեղել են եւ դարձել է մի տեսակ պաշտամունքի առարկա, բայց ես պիտի այս ասածս բերեմ հանգուցալուծեմ պրոֆեսոր Տերյանի այսօրվա հոգևոր այսպես լիցքեր, առատ լիցքեր հաղորդող զեկույցի կամ բանախոսության վրա, որ մեզ համար իսկապես հերթական այն հոգևոր բանական պատարակներ, որ մենք ստացանք Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա եւ մինչև այլուր, ովքեր որ միացած են առանց աշխարհագրական եւ ժամանակի տարածությունը սահմանափակելու եւ իսկապես այս հոգևոր լիցքը շատ կարեւոր էր նաեւ այն մեկնաբանության իմաստով, ինչ որ հիմնականում փորձեց պրոֆեսորը շեշտել այսօր, որ Նարեկը մի տեսակ մեզ համար բարդ եւ անհասանելի գիրք է, երբեմն սովետական շրջանում այն պոեմ կամ չգիտեմ ինչ է անվանվել, բայց ինձ համար այն աղոթագիրք է միանշանակ եւ ինձ համար երկու կարևոր պատգամ կար այսօր, երկրորդ պատգամը, որ այն ոչ միայն ողբերգության գիրք է, բացասական իմաստով, վախի իմաստով, այլ այն խոստովանության գիրք է, խոստովանելու թե քո մեղքերը, քո սխալները, նաև խոստովանելու Աստուծո ներկայությունը քո մտքի, քո բանական աշխարհի մեջ, քո մտածումների մեջ, քո առօրյա կյանքի մեջ, եւ այդ իմաստով Նարեկը ավելի մի տեսակ այսօրվա բանախոսության արդյունքում մտերմացավ ինձ, ավելի մոտեցավ ինձ, ավելի հասանելի դարձավ ինձ, ինչպես կարծեմ, եթե չեմ սխալվում, Նարեկացին է ասում անմերձենալի հեռավորը շատ Աստուծո մասին խոսելով, շատ մերձավոր դարձավ, մոտեցավ մեզ եւ իսկ առաջին իմաստի մեջ այո, Նարեկը շատ բարդ է, ամեն անգամ կարդալուց շատ դժվարություն կա կարդալու, նույն ձևի ինչպես որ հաճախ հաղորդության մոտենալու Սուրբ Պատարագի մասնակցելու կասկածներ եւ հարցեր կան մեր մտքի եւ մեր հավատքի մեջ, արդյոք մենք այս անգամ պատրաստ չենք, արդյոք մենք դեռ լիովին Աստծո հետ միանալու ուրեմն ձգտումը կատարյալ զգացողությամբ չունենք եւ թերևս այս կիրակի թողնենք հաջորդ կիրակի հաղորդվենք կամ չգիտեմ ինչ որ ուրիշ առիթով որտեղ կզգանք եւ այլն, բայց այսօր ես հասկացա, որ այնպես ինչպես որ պետք չի վախենալ Աստծո հետ հաղորդակցվելուց եւ հաղորդություն առնելուց, որովհետեւ դա դեղ է, որովհետեւ դա շինիչ է, որովհետեւ դա հոգին սնուցանող եւ լցնող եւ մեր կյանքը ավելի Աստծո մտերմություն դարձնող բան է, զորություն է, նույն ձևի էլ Նարեկացու Մատյանը նույն արժեքը ունեցող, այսպես մեզ համար գանձարան կամ կտակ է, ասած պրոֆեսորի մեկնաբանությամբ, ուրեմն որ եթե անգամ չեմ հասկանում, բայց եթե սկսեմ հաղորդակցվել եւ փորձեմ մի քիչ էլ տերյանական այսպես ճանապարհով մի քիչ մեկնաբանություն կամ բացատրություններով մոտենամ Մատյանին, թերևս Մատյանը ավելի հասանելի դառնա, ավելի բացվի եւ սկսի իր ուրեմն ներգործությունը դրական իմաստով ունենալ։ Ամեն անգամ, երբ Աբրահամ Տերյանը
որևէ ձևաչափով խոսում է անգամ ընկերային հանդիպումների, այսպես շփումների մեջ ինձ համար մեծագույն հաճույք եւ դասախոսություն է եւ կրկին շնորհակալություն ասեմ պրոֆեսորին, որ իմ անձնական կյանքում շատ մեծ հոգևոր դերակատարություն է ունեցել, շատ մեծ եւ ինձ համար ինքը մեր հայ իրականության մեջ մեծագույն եւ լավագույն հայագետն է, մաքրամաքուր հայկական, այսպես հայրաբանական գրականության, այսպես մեջ թրծված եւ ամբողջությամբ հայկական, որի մեջ նշույլ անգամ օտար կամ ուրիշ եկեղեցու հարստություն, որ էլի հարստություն է, ուրեմն հարստացված, բայց հայկական դրսևորմամբ դարձյալ։ Ուրեմն ինձ համար այս հայ մտավորականի եւ հայրաբանական գրականության հայ դրսևորման եւ մեկնաբանության գագաթներից է եւ ես ինձ երջանիկ եմ համարում, որ ծանոթ եմ անձամբ եւ մեզ երջանիկ եմ համարում բոլորիս, որ այսօր այս հաճելի դասախոսությունը ընտրեցինք։ Հուսամ, որ այս նեղությունը եւ դժվարությունը, որ մենք ձեզ տվեցինք, հանդգնությամբ, որ դուք գիշերվա արտվա 3-ին կարտնանաք եւ մեր հավատացյալներին, մեր համայնքին, ուրեմն ձեր իմաստությունից նշույլ կբաշխեք եւ մեր այսպես քիմքը կհարստացնեք, շատ չնեղացնի ձեզ եւ հաջորդիվ ուրիշ առիթներ մենք ստեղծենք եւ օգտագործենք, ինչու՞ չէ նաեւ ձեզ ունենալով ֆիզիկապես մեր մեջ եւ ձեր այս բանական նվաճումներից նաեւ օգտվելու եւ ճաշակելու առումով։ Շնորհակալ ենք ձեզ, Աստված պահի ձեզ մեր հայ իրականության կյանքում, նորանոր ստեղծագործություններ ձեզ, այսպես գրիչի մելանը երբեք չչորանա ձեր եւ առողջություններ թող այնքան զորավոր լինի, որ կարողանաք այդ ամեն ինչը համակարգել եւ հասցնել ինչ որ դուք ծրագրում եք անել։ Աստված պահի ձեզ, շնորհակալություն այսօրվա համար։ Ես եմ շնորհակալ Սրբազան։ Շնորհակալություն։ Սրբազան գրնանք աղոթքով փակել։ Իհարկե։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ հերկինս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, եղիցին կամ քո որպես հերկինս եւ երկրի, ըստ մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց սպարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկիaz մեզի չարեմ, զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եթե կարտոնեք նարեկացիով փակենք, որտի Աստուծո կենթան որդնյալ համենայնի հոր դահավորյան քնին ծնունդ, որ տկարանա առիքեն եւ ոչինչ, որի ցակել անսվեր նշուլից ողորմության քո փառած, հալին մեղ, քալացին դևք, ջնջին հանցանք, խզին կապանք, խորտակին շղթայք, կենթանածնին մահացյալ, բժշկին հարված, ողջանան վերք, բարինապականություն, տեղի տանդխրություն, նահանջին հետություն, փախնու խավարն մեկնի մեկն մերժի մռախուղն փարատի մռայլն սպարի աղջամուճն վերանամութն գնագիշերն տարագրին տագնապն չքանան չարիքն հալածին հուսադությունքն եւ թակավորե ձերն քո ամենակար քավիչ ամենայնի որ ոչ եկիր կորուսանելս մարդկան ոգիս այլ կեցուցանել թող ինձ զանթիվ չարիստին բազում ворմության բտքով Զիդումի այն է սերկնյան ճար և հերկրյան զննին, իտար գոյվ հեզրը սակաց աշխարհի, սկիզբն ամենայնիվ ամենայնիվ ամենայն լրման բորտնյալ ի բարձունս և քեզ ընթոր և ընդ սրբոք կույտ փառք հավիտյանս ավիտենից ամեն։ Ամեն։ Աստված բոլորիս հետ, Աստված պահի ձեզ։ Շնորհակալություն։